Բարև ձեզ, Սարվա թեման է զրուցակիցս անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, սկսենք վերջին օրերին, այսպես ասենք, անհանգստացնող լուրերով։ Ադրբեջանը արդեն, եթե չեմ սխալվում, այսօր 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական դիրքերից կրակում են իրենց ուղղությամբ։ Ճիշտ է, մեր ՊՆ-ն հերքում է, այսօր հայտարարությամբ հանդես եկել նաև վարչապետի աշխատակազմը, ինչ է անում Ադրբեջանը, ինչ է գնում սադրանքի։ Նախ նշեմ, որ ոչ միայն մեր պաշտպանության նախարարությունը, նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ որևէ ավելորդ ակտիվություն չի նկատվել սահմաններին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չունի որևէ հիմք վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ էլ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել հետաքննել իրադարձությունները, եթե դրանց վերաբերյալ հիմքեր Ադրբեջանը կտրամադրի, Ադրբեջանը հիմքեր չի տրամադրում։ Իսկ թե ինչու է նման հայտարարություններ տարածում, այստեղ հավանականությունները տարբեր են, բայց ամենահավանական տարբերակը իմ կարծիքով այն է, որ Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է վերջին օրերին միջազգային արձագանքից այն բանի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը համաձայնություն կտա այդ վերջին 12-րդ փաթեթին, ինչը տեղի է ունեցել, եւ այս պահին նպատակահարմար չեն գտնում Բաքվում շարունակել գործընթացը, այսինքն առաջընթաց ունենալ, հասնել համաձայնագրի ստորագրմանը եւ կյանքի կոչել համաձայնագիրը ըստ որևէ տարբեր քաղաքական առաջնահերթությունների իրենց համար անհրաժեշտ է այդ լավատեսական մթնոլորտը որոշակիորեն խաթարել։ Այդ պատճառով բավարար չէին միայն հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի, ԵԱՀԿ Մինսկը պետք է լուծարվի մինչև ստորագրելը, որովհետև միջազգային հանրության համար ակնհայտորեն այս մոտեցումները արդեն հասկանալի չեն եւ Բաքուն փորձում է այլ կերպ խաթարել այդ առաջընթացը, այլ կերպ փորձել այդ լավատեսության ալիքը որոշակիորեն նվազեցնել, ինչպես նաև ազդել Հայաստանի հասարակության վրա, Հայաստանի հասարակության մոտ այդ սպասելիքները, որոնք առաջացան համաձայնության գալու հետ կապված, նվազեցնել Հայաստանի հասարակության վրա ազդեցության լծակները չկորցնել եւ այլն։ Եվ այդ պատճառով նման հայտարարություններ է անում, տեսեք, մեր մեդիա դաշտը արդեն երրորդ օրն է ակտիվ քննարկում է սա Հայաստանի հասարակության մեջ անհանգստություններ են առաջացել առ այն, որ գուցե էսկալացիա է փորձելու գնալ Բաքուն եւ այլն։ Եվ հենց սա էր Բաքվի հիմնական նպատակը ըստ իս։ Այսինքն էսկալացիա ձեր կարծիքով չի լինի, սովորաբար Ադրբեջանը նման ֆոն է ստեղծում խոշոր սադրանքներից կամ ռազմական լայնածավալ հարձակումներից առաջ։ Այո, եւ Բաքվում շատ լավ գիտեն, որ մենք այդպես ենք մտածում, հավանաբար հենց այդ նպատակն նրանք ունեցել են, որ մենք այդպես մտածենք, որ ուրեմն սպասվում է խոշոր սադրանք կամ նման մի բան, բայց եկեք ավելի փաստերին ուշադրություն դարձնենք, տեսեք, խոշոր սադրանք իրականացնելու համար անհրաժեշտ է զորաշարժ Բաքվի տարածքում, իսկ նման տվյալներ չկան, որ զորաշարժը տեղի ունենում, ընդհակառակը կարծես թե իրենց կողմից եւս որոշակիորեն հանգիստ է։ Խոշոր սադրանքներ իրականացնելու համար համապատասխան շարժառիթ է պետք ամենակարևորը, որը Ադրբեջանը այս պահին չունի, այսինքն խոշոր սադրանքի միջոցով ինչ է ցանկանալու ստանալ Հայաստանից էլ ավելի մեծ տարածքներ վերցնել, իմաստ չունի դա ներկա գործընթացների տրամաբանության մեջ, այսպես կոչված միջանցք բացելը եւս ռազմական առումով նախ արկածախնդրություն է, որովհետեւ անհայտ է հնարավոր է թե չէ, եւ երկրորդը եթե նույնիսկ դա հնարավոր լինի, հետագայում լեգիտիմացման խնդիր է ունենալու Ադրբեջանը, ինչը շատ ավելի հավանական է, որ հնարավոր չի լինի, քան հնարավոր կլինի։ Այլ խոսքով ասած, եթե այդ միջանցքը ուժով վերցնի Ադրբեջանը, հետագայում գուցե միջազգային հանրությունը չընդունի այդ միջանցքի ադրբեջանական վերահսկողությունը կամ նույնիսկ եթե նրանք դա տրամադրեն Ռուսաստանին, ինչ կարծում եմ ավելի հավանական է այս քիչ հավանականի տրամաբանության մեջ, նույն կերպ միջազգային հանրությունը կարող է չընդունի այդ միջանցքի նկատմամբ Ադրբեջանի կամ Ռուսաստանի վերահսկողությունը, ինչը նշանակում է, որ գուցե բեռները չանցնեն այդտեղով այն ինչի հույսը ունի Ադրբեջանը Չինաստանից կարող են բեռները չանցնել, Եվրոպան կարող է չընդունել կամ ինքը չուղարկել բեռները այդ միջանցքով, այդ դեպքում Ադրբեջանը ինչին է պետք այդ միջանցքը։ Այսինքն շարժառիթ որպես այդպեսին Ադրբեջանը այս պահին չունի եւ այս ամենը վերլուծելով, այս ամենը համադրելով, ես կարծում եմ շատ ավելի հավանական է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը հենց այդ ազդեցությունները գեներացնելը եւ հենց այդ խոսույթը մեր մեջ գեներացնելն է եղել։ Պարոն Ղևոնդյան, բանակցությունների ավարտը ողջունեցին
Եթե չեմ սխալվում, 2 տասնյակից ավելի երկրներ, նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը անվտանգության հարցերով հայտարարեց, որ խոսել է Բաքվի պաշտոնյաների հետ, որ ստորագրման պետք է ստորագրվի, նույնիսկ մեր պատանդներին, գերիներին պետք է ազատ արձակվի։ Բաքուն չի լսում նրանց, թե փորձում է այլ խաղ խաղալ։ Երկու կարևոր բան ասաց մակերոցը Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականը, Հիկմեթ Հաջիևին, Ալիևի անվտանգության հարցերով խորհրդականին, որոնցից առաջինի մասին դուք նշեցիք, դա գերիների ազատ արձակումն է, փաստացի Միացյալ Նահանգները կապում է գործընթացը գերիների ազատ արձակման հետ, ինչը շատ լավ նորություն է մեզ համար եւ Հայաստանը պետք է փորձի աշխատել այս ուղղությամբ։ Եվ երկրորդը Օլցը նշեց, որ Միացյալ Նահանգների նոր նախագահի եւ նոր վարչակազմի առաքելությունը խաղաղություն բերել եւ կայունություն բերելն է աշխարհին, ինչը եւս կարծես թե կապվեց այն գործընթացի հետ, որը ինչպես ես նշեցի եւ դուք էլ նշեցիք, Ադրբեջանը փորձում է որոշակիորեն սաբոտաժի ենթարկել։ Բաքուն ոչ թե չի լսում Միացյալ Նահանգներին, այստեղ լսելու չլսելու խնդիրը չէ, այլ Բաքուն փորձում է այդ ֆոնը, որը նաեւ կապված է հենց Օծի զանգի հետ, ֆոնը որոշակիորեն մեղմել մի փոքր ավելի քիչ առաջընթացի հնարավորությունների խնդիրների լուծման մթնոլորտ ստեղծել, որովհետև այս պահին նա փաստացի ակնհայտորեն չի ցանկանում առաջընթաց հնարավորությունների բացում եւ խնդիրների լուծում, ինչու չի ցանկանում, հավանաբար, որովհետև նրանք գտնում են, որ ժամանակը իրենց օգտին է աշխատում եւ ինչ որ ժամանակ անց գուցե կարողանան ստանալ ավելին, քան այս պահին, ինչը իրականություն է կարելի ասել վերջին 2-3 տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը ցկցկում է, Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել եւ այդ ժամանակի ընթացքում ավելին ստանալ Հայաստանից։ Գլխավոր ստանալու բանը, որը Ադրբեջանը ակնկալում է, հավանաբար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը ես նշեցի, որ ռազմական ճանապարհով վերցնելը ըստ էության Ադրբեջանի համար ընդունելի չէ եւ Ադրբեջանը ծայրահեղ դեպքում միայն կգնա նման քայլի, բայց որը Հայաստանի կողմից ստանալը ամբողջապես ընդունելի է, որովհետև լեգիտիմացման խնդիր չի լինի եւ կարելի է դա օգտագործել եւ գուցե Բաքուն կարծում է, որ իրավիճակը աշխարհում այնպես կփոխվի, որ Հայաստանին հնարավոր կլինի ճնշել եւ Հայաստանից ինքնակամ ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եւ այդ պատճառով էլ այս պահին չի ցանկանում այդպես արագ առաջընթացներ գրանցել Եվ մենք տեսնում ենք, որ գործի է դնում հնարավոր բոլոր միջոցները դրա։ Համաձայնագիրը ըստ պետք է ստորագրվի, թե ոչ, շատերը կարծում են, շատերը չէ, որոշ ուժեր կարծում են, որ այս սա պարտվողական համաձայնագիր է, թեպետ տեքստը դեռ հրապարակված չի, թե չնայած բովանդակությունը գրեթե հայտնի է։ Ձեր կարծիքով ինչպիսին է Հայաստանի համար այս համաձայնագիրը։ Ես կարծում եմ այս համաձայնագիրը միանշանակ ռիսկերը նվազեցնում է, այսինքն եթե այս համաձայնագիրը ստորագրվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի, Հայաստանի նկատմամբ նոր ճնշումների եւ այլն նման բացասական երևույթների ռիսկերը նվազելու են եւ Հայաստանը մի փաստաթուղթ է ունենալու, որի միջոցով որ կարողանալու է որոշակիորեն կառավարել Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները, ընդհանրապես չի նշանակում դա, որ համաձայնագիրը երաշխավորելու է խաղաղություն կամ նման մի բան, բայց ռիսկերը նվազեցնելու գործոն է ակնհայտորեն, թեև ինքն էլ իր հետ բերելու է որոշակի խնդիրներ, օրինակ Ադրբեջանը շատ եւ շատ դեպքերում հայտարարելու է, դա արդեն այսօր կարելի է վստահաբար ասել, շատ եւ շատ դեպքերում հայտարարելու է, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի այս կետը խախտեց, այս մյուս կետը խախտեց, օրինակ Հայաստանի ներսում ինչ-որ մեկը կարող է հայտարարել, որ Արցախը իր հայրենիքն է կամ Արցախը Հայաստանի պատմական Հայաստանի մաս է, եւ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ տեսեք Հայաստանը խախտեց, ենթադրենք մեկը մյուսի նկատմամբ խաղաղությանը խոչընդոտող, այդպիսի կետ կա, չէ՞, վարչապետը հայտարարեց խաղաղությանը խոչընդոտող գործընթացներ իրականացնելու կետը եւ այլն, այսինքն այստեղ խոսքի ազատությունը մի կողմից Հայաստանը կարող է հողում անել խոսքի ազատության նկատմամբ, բայց Ադրբեջանը ակնհայտորեն կօգտվի նման առիթներից, իսկ որ նման առիթներ կլինեն դա փաստ է եւ Հայաստանին կմեղադրի բազմաթիվ դեպքերում խաղաղության պայմանագիրը խախտելու մեջ, բայց էականը դա չէ, էականն այն է, որ այդ պայմանագրի միջոցով Հայաստանը կարողանա, ինչպես ասացի, որոշակիորեն, ոչ ամբողջությամբ, որոշակիորեն կառավարել Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի կողմից իր նկատմամբ ճնշումների այդ համակարգը։ Պարոն Ղևոնդյան, վիճարույց հարցերից մեկը սահմանի երրորդ ուժերի չտեղակայման մասին էր, սա շատերը կարծում են, որ առնչվելու է հենց Եվրամիության դիտորդական առաքելությանը, սա ռիսկեր չի պարունակում իր մեջ։ Տեսեք, եթե
կա համաձայնագիր է, եթե ձևավորվում է այն մարմինը, որը ըստ համաձայնագրի նորից հավում անելով վարչապետի խոսքերին ձևավորվելու է եւ հետևելու է, որպեսզի խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչվի եւ այսպիսով որոշակիորեն վտանգը, սահմանային վտանգը մեղմովելու է, ապա Եվրամիության դիտորդների արկայությունը հենց սահմանային գծի վրա կարող է այդքան շատ կարևոր չլինել Հայաստանի համար եւ Եվրամիության դիտորդները կարող են աշխատել սահմանից ավելի հետ։ Կարելի է օրինակ ամրագրել, ես չգիտեմ այդ ճանապարհով կգնան Հայաստան եւ Ադրբեջանը թե ոչ, բայց օրինակ Հայաստանի տեսակետից դա ռացիոնալ լուծում կլիներ, ամրագրել թե սահման հասկացությունը ինչ է նշանակում, այդ հատման կետից 1 կիլոմետրն է, 3-ն է, թե ինչքան է, եւ Եվրամիության դիտորդները ուղղակի չհատեն այդ գիծը, այսինքն նրանք փաստացի սահմանին չլինեն, բայց շարունակեն իրենց գործառույթները իրականացնել։ Սա տարբերակներից մեկն է, մեկ այլ տարբերակ է, որ նրանք կարող են լինել շրջկենտրոններում, կարող են լինել սահմանին մոտ բնակելի տարածքներում եւ այնտեղից հավաքագրել տեղեկություններ, համագործակցելով օրինակ հայկական սահմանապահ ծառայության հետ, համագործակցելով նաեւ ինչու ոչ Ադրբեջանի սահմանապահ ծառայության հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն այնպես չէ, որ այս համաձայնագիրը կնքելիս, եթե նույնիսկ դա վերաբերի Եվրամիության դիտորդներին, որովհետեւ սա էլ դեռևս վիճելի հարց է, ես չգիտեմ թե Հայաստանի իշխանությունները ինչպիսի մոտեցում ունեն, սա վերաբերվում է դիտորդներին թե ոչ, որովհետեւ այնտեղ ըստ Փաշինյանի գրված է երրորդ ուժերի ներկայացուցիչներ, կարելի է այստեղ եւս քննարկել արդյոք դիտորդները ուժ են թե ուժ չեն, բայց եթե Հայաստանի իշխանությունները ընդունում են, որ նրանք ուժ են եւ վերաբերվում է սա, ապա այնպես չէ, որ Եվրամիության դիտորդները լքելու են Հայաստանը, նրանք կարող են իրենց աշխատանքի գործիքները փոխել, ժամանակային միջանցքը, տարածական միջանցքը փոխել եւ շարունակել իրենց գործառույթները կատարել։ Հաջորդ խնդրահարույց հարց միջազգային հայցերի հետ կանչումն էր, սա հանրության կողմից, հատկապես արցախցիների կողմից միանշանակ չի ընդունվել, ընդհուպ իրենց նախկին պաշտոնյաները հայտարարում են, որ դատի կտան Հայաստանի իշխանություններին, ոնց կմեկնաբանեք այս հարցը։ Ես չեմ կարծում, որ նման հնարավորություն կա իրավական, թե իրավաբանները ավելի լավ կբնորոշեն, բայց քաղաքական առումով կարծում եմ, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև միջպետական համաձայնագիր կնքեն եւ ավերացնեն, դրանից հետո որևէ բան, որևէ դատարան պիտի որ վարույթ չընդունի ընդհանրապես նման հայցեր Հայաստանի իշխանություններին, բայց հայցերը հետ կանչելու դրույթը վերաբերում է բացառապես պետական հայցերին, այնպես որ այդ մարդիկ, ովքեր ցանկանում են, որ դատական գործընթացներ ընթանան, կարող են դիմել միջազգային դատարաններ հենց իրենց հայցերով, որպես մասնավոր հայցեր, եւ այս դեպքում Հայաստանի իշխանությունը որևէ պարտավորություն չունի եւ հնարավորություն էլ կարծում եմ չունի մասնավոր հայցերը հետ կանչելու, ի տարբերություն օրինակ Ադրբեջանում իրավիճակն այնպեսին է, որ Ադրբեջանի իշխանությունը կարող է իրենց երկրի բոլոր մասնավոր հայցերը հետ կանչել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանի իշխանությունը նման հնարավորություն չունի, պարտավորություն էլ չունի, կարծում եմ ցանկություն էլ չունի, այնպես որ այդ մարդիկ ազատ են, կարող են իրենց իրավունքները իրացնել։ Ինչ վերաբերում է փաստին, որ Հայաստանի իշխանությունները հայցերը հետ են կանչում, իհարկե լավ կլիներ, որպեսզի այդ հայցերը հետ չկանչեին, որովհետև իրավական հարթությունում Ադրբեջանը խնդիրներ ունի, ակնհայտորեն պարտվողական ավելի հավանական է, որ նրանք պարտվողական դիրքերում կլինեն, բայց եկեք չդիտարկենք միայն մեկ բան առանձին, այլ դիտարկենք համատեքստում, ընդհանուր համատեքստում նախ Ադրբեջանը գոնե վերջին 4-5 տարիներին ապացուցել է, որ թքած ունի ամեն տեսակ միջազգային դատարանների որոշումների վրա, օրինակ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը ընդհանրապես ոչ միայն չկատարվեց, այլև դարձավ ավելի լուրջ խնդիր, հիշում եք, որ էկոակտիվիստներ կոչվածը փոխարինվեց ադրբեջանական զորքերով եւ որևէ հետևանք դա Ադրբեջանի համար չունեցավ, այնպես որ կարծել, որ միջազգային դատարանի ինչ-որ մի դատավճիռ է լինելու եւ դրա արդյունքում Ադրբեջանը ինչ-որ կերպ ենթարկվելու է դրան կամ Ադրբեջանից ինչ-որ բան է ստանալու, կարծում եմ միամտություն է եւ մյուս կողմից էլ ամենակարևորը, եթե համաձայնություն է կնքվում եւ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսում են քննարկել ավելի կառուցողական դիրքերից դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, խաղաղության հարցերը, ի վերջո նաեւ ինչու ոչ Արցախի ժողովրդի իրենց բնակավայրերը վերադառնալու հարցերը, որը ես կարծում եմ այս պահին հնարավոր չէ, բայց այնպես չէ, որ այս պահը միշտ այսպեսին է իրավիճակը, գուցե ինչ որ ժամանակ անց դրա հնարավորություն ստեղծվի, խոսքը այն մասին չէ, թե դա պետք է ստեղծվի ինչ որ բանի հաշվին, գուցե
ինչպես հիշում ենք 100 տարի առաջ էլ Արցախի բնակչությունը գաղթել էր, հետո հնարավորություն ստեղծվեց նրանք վերադարձան։ Գուցե նմանատիպ ինչ-որ մի բան լինի, չգիտեմ ես ինչ կարող է լինել, դա եւս կարելի է կառուցողական մթնոլորտում քննարկել, հասկանալ, գուցե հասնել դրան կամ չհասնել դրան, կամ գուցե մարդիկ, ովքեր կարողանան իմ նշած ձևով մասնավոր դատական հայցերի միջոցով ստանալ այդ իրավունքը վերադառնալ իրենց տները, նրանք կարողանան դա ֆիզիկապես անել, որովհետև Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ կունենան ինչ-որ մի փաստաթուղթ, որը ավելի կառուցողական կդարձնի Հայաստանի եւ Ադրբեջանի շփումները։ Այլ խոսքով ասած, մարդիկ այսօր կարող են գնալ դատարան եւ դատարանի վճիռ ստանալ, որ իրենք իրավունք ունեն վերադառնալ իրենց տունը եւ Ադրբեջանը պարտավոր է ապահովել իրենց անվտանգությունը, բայց փաստացի Ադրբեջանը դա չի կատարի։ Իսկ երբ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կառուցողական հարաբերություններ եւ կլինի փաստաթուղթ, ոչ միայն այս փաստաթուղթը, գուցե այդ փաստաթղթերը եւս, գուցե Ադրբեջանը եւ Հայաստանը կարողանան համաձայնության գալ նաեւ այդ անվտանգության ապահովման մեխանիզմների շուրջ, հաշվի առնելով հենց այդ վճիռները, որոնք կարող են մասնավոր հայցերի միջոցով ստանալ։ Այսինքն այստեղ այլընտրանքները այնքան շատ են, այնքան հարցեր ապագայում կարող են ընթանալ այնպես, ինչպես մենք հիմա չենք էլ պատկերացնում, որ այս պահին մեր կողմից սաբոտաժ անելը կամ շարունակելը հայցերի հարցում չհամաձայնելը եւ այսպիսով չունենալը փաստաթուղթ ավելի քիչ ձեռնտու էր, քան համաձայնության գնալը։ Պարոն Գավոնդյան, անցած տարի, երբ սկսվեց սահմանազատման գործընթացը, Հայաստանի ընդդիմադիր ուժերը բողոքի շարժումներ սկսեցին, որը հետագայում բավական ընդլայնվեց, նաև հիմա են խոսում, որ համաձայնագիրը չպետք է ստորագրվի, թեպետ ընդդիմությունը պառակտված է, բայց այնուամենայնիվ հնարավոր է, որ այս համաձայնագրի ստորագրման այս ընթացքը, այս փուլում ներքաղաքական զարգացումներ տեղի ունենան Հայաստանում։ Ոչ միայն հնարավոր է, կարծում եմ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ներսում այն ուժերը, որոնք որ փնտրում են ինչ-որ մի բան, որի միջոցով որ իշխանությունների նկատմամբ ժողովրդական ինչ-որ բացասական վերաբերմունք ձևավորեն, այս հնարավորությունն էլ բաց չեն թողնելու։ Բագրատ Գալստանյաններ, չգիտեմ, Անդրանիկ Թևանյաններ եւ այլն նման մարդիկ, ովքեր իրենք իրականում այդ այսպես կոչված հիերարխիայում ընդդիմության առաջատար դիրքեր չեն զբաղեցնում, բայց որպես հասարակությունում որոշակիորեն տեղ, կշիռ դեր ունեցող մարդիկ կարողանում են ինչ-որ մի հատված համախմբել, այդ հատվածը իհարկե շատ քիչ է, որպեսզի կարողանան իրական փոփոխություններ մտցնել, թե քաղաքական որոշումներում, այսինքն ազդել, որպեսզի այդ որոշումը չկայացվի, թե առավել եւս իշխանության փոփոխություն իրականացնել, բայց այդ հատվածը բավարար է, որպեսզի Հայաստանի ներսում ներքաղաքական որոշակիորեն քաոտիկ իրավիճակներ ստեղծեն, ինչը մենք տեսել ենք նախորդ 3-4 տարիների ընթացքում։ Նույնը սպասվում է նաև այն դեպքում, եթե օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցնեն տեղը, ժամանակը, երբ են ստորագրելու, որտեղ են ստորագրելու, առավել եւս եթե այդ ստորագրելու տեղը չլինի Ռուսաստանը, որովհետեւ գիտենք թե այս մարդիկ ինչպիսի կապվածություններ ունեն Ռուսաստանի հետ, ապա նշված մարդիկ եւ էլի մի քանի գործիչներ նույն դաշտից փորձելու են, ինչպես ասացի, շատ մեծ հավանականությամբ փորձելու են նորից նույն տիպի քաոտիկ իրավիճակներ Հայաստանի ներսում ձևավորել։ Պարոն Գավոնդյան, Բաքվում ընթանում է Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը, արդեն հայտնել, որ նրանք ցուցմունքներ են տալիս կոնկրետ Հայաստանի դեմ, ու հասկանալի է, թե ինչ պայմաններում, ինչ միջավայրում են այդ ցուցմունքները գրվում եւ օգտագործվում, կա վտանգ, որ այդ ցուցմունքները կօգտագործվեն մի օր Հայաստանի դեմ, հաշվի առնելով, որ բոլորը գրեթե միաբերան այնպիսի ցուցմունքներ են տվել, որ Հայաստանի վրա կարող է կպցվել ագրեսորի պիտակ, այսպես ասած։ Մի կողմից պիտի նշենք, որ ակնհայտորեն այդ ցուցմունքները հնարավոր չի լինելու որպես ապացույց միջազգային որևէ դատարանում ներկայացնել, որովհետև միշտ կա այն կանխավարկած է եւ հնարավոր չէ այդ կանխավարկածի դեմ որևէ հիմնավորում բերել, որ այդ ցուցմունքները տրվել են ճնշմամբ, բռնություններով եւ այլն։ Եվ ես կարծում եմ իհարկե նորից սա իրավական դաշտի այս հարցը, բայց իմ պատկերացումներով միջազգային դատարաններում այդ ցուցմունքները ընդհանրապես չեն քննարկվելու եւ որպես ապացույց չեն ընդունվելու, բայց մյուս կողմից եկեք հիշենք այն ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, միջազգային հայցերի հետ կանչման վերաբերյալ փաստացի
պայմանագրով, այդ համաձայնագրով, որը հուսանք որ կստորագրվի, նախատեսվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող միմյանց նկատմամբ իրավական գործընթացներ սկսել կապված այն ամենի հետ, ինչ տեղի ունենում մինչև ստորագրման պահը, իսկ այն ցուցմունքները, որոնք դուք ասում եք, ակնհայտորեն տեղի են ունեցել նախկինում եւ դրանց ոչ միայն դրանց օգտագործման առիթ էլ չի լինի, այսպես ասենք, որովհետեւ դա կլինի փաստացի համաձայնագրի խախտում։ Եվ անդրադառնանք Փաշինյանի հարցազրույցին թուրքական լրատվամիջոցներին, ինչպես կմեկնաբանեք այն, կարծիքով այն բավական հավասարակշռված հարցազրույց էր, նաև թուրքական լրատվամիջոցներում բավական դրական արձագանք է գտել այդ հարցազրույցը, ինչ մեսիջներ փոխանցեց Փաշինյանը թուրք հասարակությանը հատկապես։ Այո, ես կարծում եմ սա Փաշինյանի ոչ բացառիկ, բայց ոչ շատ ստացված հարցազրույցներից էր, որտեղ որ ռացիոնալ ձևակերպումների կողքին զարմանալիորեն այս անգամ չկային իրացիոնալ ձևակերպումներ եւ բոլոր հարցերին պատասխանները որոշակիորեն կշռադատված էին եւ բխում էին Հայաստանի Հանրապետության շահերից։ Դա ապացուցվում է նաեւ հենց ձեր նշած թուրքական կողմի արձագանքներից, թուրքական լրատվական դաշտում ես հետևում եմ բավական դրական է մոտեցումը այս հարցի վերաբերյալ, որում ես նշեմ, որ թուրք լրագրողներից մեկը, ես ճիշտ ասած անունը չեմ հիշում, կին լրագրողը, որ բացման խոսքն ասաց, կին լրագրողը նաև այսօր իր գրառմամբ Ադրբեջանին էր անդրադարձել եւ Ադրբեջանին մեղադրել էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Ֆրանսիայից եւ Հնդկաստանից զենք գնելու մեջ, բայց ինքն էլ զենք է գնում Իսրայելից եւ Թուրքիայից եւ փաստացի ցույց էր տալիս, որ եթե Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը այսպիսով ապակայունացման օջախ է ստեղծում տարածաշրջանում, ապա ինքն էլ Իսրայելից եւ Թուրքիայից զենք գնելով կարող է ինքը դիտարկվել որպես ապակայունացման օջախ ստեղծող, սա բացառիկ երևույթ է, երբ թուրք լրագրողը նման կերպ է արտահայտվում Ադրբեջանի նկատմամբ, մենք գիտենք, որ սովորաբար թուրք եւ ադրբեջանցի մասնագետները սոլիդար են մեկը մյուսի նկատմամբ եւ շատ քիչ է այդպես լինում, որ նրանք մեկը մյուսի թեզերը շղթող կամ թեզերին հակասող հայտարարություններ անեն եւ ես կարծում եմ որ Փաշինյանի այդ կառուցողականությունը, այդ ռացիոնալ դիրքորոշումները որոշակիորեն ազդեցություն են ունեցել Թուրքիայում եւ թուրք հասարակության նկատմամբ բավական լուրջ ազդեցություն են ունեցել։ Շնորհակալություն։ Սա թեման էր զրուցակիցս անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք առայժմ։